Հունաստան կատարած պետական այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանդինոս Տասուլասի հետ այցելել է բյուզանդական եւ քրիստոնեական մշակույթի թանգարան։ Նախագահները մասնակցել են Հայաստանի դեսպանատան կազմակերպած հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի աղոթք խաղաղության խորագրով ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների եւ Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։ Մեր ժողովուրդների միավորում է ոչ միայն պատմական ճակատագրի ընդհանրությունը, այլև քրիստոնեական հավատքի, մարդասիրության եւ մշակույթի այն հարուստ շերտը, որն էլ այսօր շարունակում է ձևավորել մեր ինքնությունը։ Աթենքում Գրիգոր Նարեկացի ժառանգության ներկայացումն այս բարեկամության հերթական վկայությունն է, կամուրջ անցյալի եւ ներկայի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ։ Աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները վաղուց դուրս են եկել ազգային սահմաններից եւ դարձել են համաշխարհային մշակույթի անհաղթելի մասը, շարունակել է նախագահը։ Նկատել պատահական չէ, որ Նարեկացին սրբադասվել է, հռչակվելով տիեզերական եկեղեցու վարդապետ։ Մշակույթը եւ արվեստն այս գործընթացում ունեն առանձնահատուկ դեր։ Դրանք կարող են անել այն, ինչ երբեմն չի հաջողվում քաղաքականությանը, ստեղծել երկխոսություն եւ վերականգնել վստահություն։ Այս ցուցահանդեսը հրավիրում է մեզ խորհելու ոչ միայն անցյալի մասին, այլ ներկայում մեր ունեցած պարտավորությունների եւ ապագա անելիքների շուրջ։ Աղոթք խաղաղության խորագիրը համահունչ է մեր ժամանակների մարտահրավերներին, ընդգծել է Վահագն Խաչատուրյանը, նշել, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը, հավատալով, որ կայուն ու հարատև խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ Նախագահի համոզմամբ հայ եւ հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը պարտավորեցնում է շարունակել այս գործակցությունը կրթության, մշակույթի, մարդասիրական նախաձեռնությունների ոլորտներում։ Թող Գրիգոր Նարեկացի աղոթքը խաղաղության համար հնչի ոչ միայն այս սրահում, այլև մեր բոլորի սրտերում։ Թող այն դառնա հիշեցում, որ խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիցս, մեր մտածողությունից, մեր խոսքից եւ մեր գործերից։ Վահագն Խաչատուրյանին ընդունել է նաեւ Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը։ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները պատմականորեն կարևորագույն նշանակություն ունեցել մեր երկրի համար, մեր ժողովրդի համար եւ անկախությունից հետո այդ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում եւ իրենց առանձնահատկությունն է ստացել հատկապես այս ժամանակաշրջանում եւ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն եւ ակտիվորեն մասնակցել ոչ միայն տարածաշրջանային խնդիրներին, այլ ընդհանրապես աշխարհում տեղ ունեցող իրադարձությունների տարբեր միջոցառումների քաղաքական լուծումների։ Արևմուտքով ուզում շնորհակալություն հայտնել Հունաստանի իշխանությանը, այդ թվում նաև խորհրդարանին, այն աջակցության համար, որ ցուցաբերում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, կապված այն դժվարին ժամանակաշրջանի հետ, որ մենք անցնում ենք, եւ իհարկե կապված Հայաստանի Հանրապետության այն ձգտումների, որոնք դեպի Եվրոմիություն։ Նիկիտաս Կակլամանիսի խոսքով Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական մշակութային դարավոր կապերով, հավելել վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը, լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանան Հունաստանի սատարմանը։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում գործակցության ընդլայնմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ երկխոսության շարունակականությանը։ Վահագն Խաչատուրյանի հաջորդ հանդիպումը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում Հունաստանի գործարարների հետ էր։ Նախագահը նշել է, որ առկա է առևտրատնտեսական գործակցային մեծ ներուժ, որն այսօր կարիք ունի լիարժեք իրականացման։ Քաղաքական մակարդակում մեր հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում։ Նույնը կարող եմ իսկ թույլ տալ ասել մշակույթի բնագավառում կամ գիտության նույնիսկ եւ որոշակի վերապահումով կարող եմ տնտեսական հարաբերությունների մասին խոսել, որտեվ երբ որ նայում ենք թվերին, ընդամենը առևտրաշրջանառությունը մեր երկու երկրների միջև ընդամենը 50 միլիոն եւ կարծում եմ դա ուղղակի շատ փոքր թիվ է։ Հաշվի առնելով այն մեծ հնարավորությունը, այն մեծ պոտենցիալը, որ մենք երկու երկրներ ունենք։ Նախագահի խոսքով երկիրը գրավիչ է միայն այն դեպքում, երբ այդ երկրում կա խաղաղություն, ցածր հարկեր, խելամիտ օրենքներ։ Սրանք աքսիոմաներ են, որով առաջնորդում են ցանկացած երկիր, եւ վերջին տարիների Հայաստանի Հանրապետության ղեկավարության ձգտումները եղել է Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն հաստատել եւ տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովել։ Ես կարող եմ պարզապես փաստել, որ արդեն մենք հաջողություններ ունենք այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը,
Բայց այս շրջանակների համար շատ կարևոր է նաև 3 այլ համաձայնագրերին անդրադառնալը։ Մեկը վերաբերում է էներգետիկայի բնագավառում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության համաձայնագրին, մյուսը վերաբերում է հաղորդակցություններին, որի անվանումը մենք TRIP ենք գրել, եւ երրորդը վերաբերում է կիսահաղորդիչների բնագավառ։ Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ ներկայացվածը հետաքրքրություն կառաջացնի գործարարների մոտ։ Նախագահի այցի շրջանակում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը եւ Հունաստանի թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենցոպուլոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր թվայնացման, բարձր տեխնոլոգիաների եւ գիտահետազոտական ոլորտներում գործակցության վերաբերյալ։ Հուշագրով նաեւ հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու գործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների, արհեստական բանականության, անպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների ոլորտներում, նպաստելով երկու երկրների նորարարական ներուժի ընդլայնմանը։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։